Պարոն Սուքասյան, Նիկոլ Փաշինյանի ելույթը կատարողականը ներկայացնելիս շատերը որակեցին որպես նախընտրական քարոզարշավ, հատիկ առ հատիկ հետ բերելու, թալանը հետ վերադարձնելու հետ կապված։ Եվ այն ցուցանիշները, որ ներկայացրեց Փաշինյանը, ձեզ բավարարում է դրանք, որովհետև քննադատվում են, որ այս տարիների ընթացքում բավարար գործողություններ չեն արվել։ Նայեք, այդ կտրուկ գործողությունները իրանք կարող է բյուջեին վնաս բերեին, սա առաջինը։ Իրավական առումով կտրուկ որոշումները կբերեին մի իրավիճակի, որը մենք ականատես ենք եղել հարևան պետությունում, որտեղ 36,000 սեփականության իրավունք էր խախտված, որտեղ շատ արագ այդպես որոշումներ էր կայացվել։ Այս տարբերակը, որով որ հիմնավոր ինստիտուտները ստեղծվելով, մասնագիտական կառույցները ստեղծվելով գնացել են այդ խնդրի լուծմանը, ես կարծում եմ, որ խորհրդատվական ծառայություններ են մատուցել միջազգային շատ կառույցներ, որոնք որ գնահատել են արդեն սեփականության իրավունքը եւ այդ սեփականության իրավունքի արդեն ապօրինի ձեռքբերումը, դրա ապացույցները, ես կարծում եմ դանդաղ է գնում, բայց ինքը շատ նպատակային ճիշտ եւ պետության համար, պետությունը, որը որ եւ տնտեսական խնդիրներ չունենա եւ իրավական ճիշտ տարբերակն է ընտրված։ Ինչու՞։ Այդ կազմակերպությունները այս տարիների ընթացքում աշխատել են եւս շահույթ են հետապնդել։ Դա նույնպես պետությունը կարողանում է այդ շահույթի հետ նույնպես որոշումներ կայացնել։ Քննադատում են, ասում են հիմքեր չկա եւ այս ամբողջ գործընթացը խոսույթը, որ իրականացվում է Փաշինյանի կողմից, ուղղակի արդարացումներ են եւ ընտրությունների մասնակցելու համար է արվում, որովհետեւ 7 տարում դա չի հաջողվել։ Նայեք, այդ իրավական դաշտը թողնել, որպեսզի իրավականը լուծի, այդ խնդիրը շատ լավ ստացվել է Փաշինյանի մոտ, որովհետեւ դուք գիտեք լավ, որ դատարանները անկախ են։ Եվ այդ կարգի կարծիք հայտնողները, ես կարծում եմ, խնդիր ունեն այդ սեփականության իրավունքի նախկինում ձեռքբերման, դրա տնօրինման, դրա օտարման, դրա համար այդ կարգի ելույթներ ունեն։ Եվ դուք ինքներդ չեք տեսնում, ընդհանրապես ընդդիմությունը երբ է ակտիվանում, երբ որ այդ դաշտում որոշակի հաջողություններ է գրանցվում, որտեղ խոսքը գնում է շատ մեծ հաջողություններ է գրանցվել։ Ես կարծում եմ բավականին, նայեք, այդտեղ երկու տարբերակ կա։ Մեկ տարբերակը, երբ որ գալիս են համաձայնության պայմանագրեր են կնքում, մյուս տարբերակը, երբ որ դատարանի որոշմամբ այդ ամեն ինչը իրագործվում է։ Այդ պայմանագրերի կնքման պարագայում պետությունը շատ ռեսուրս չի ծախսում, երբ որ համաձայնության են գալիս։ Իսկ մյուս պարագայում, երբ որ համաձայնության չեն գալիս, այդտեղ արդեն պետությունը բավականին ռեսուրսներ է ծախսում եւ իրավական ճանապարհը ավելի երկար է։ Ու կարծում եք պետք է համաձայնության գալ։ Ես չեմ ասում, դա իրենց գործն է, ես չեմ ուզում իրենց խորհուրդ տամ, որտեղ այդ իրենք գիտեն իրենց իրավունքները, ես ամեն մարդու իրավունքի նկատմամբ հարգանք ունեմ։ Եվ պետության իրավունքի Ես խնդրահարույց չեմ տեսնում, որովհետև ես ձեզ ուզում եմ մի բան ասել, եթե ճիշտ իրար հասկանանք։ Ես այդ ամեն ինչի մեջով անցել եմ, երբ որ անօրինականություններ են իրականացել իմ եւ իմ ընտանիքի նկատմամբ, նախկին իշխանությունները։ Ես ուզում եմ ձեզ մի ուրիշ բան ասել, նախկին իշխանությունների որոշումների արդյունքում մարդիկ, որոնք որ շատ բարեկեցիկ ապրում էին, տաղանդավոր մարդիկ էին, շատ երկար ժամանակ օրվա մեջ աշխատանք էին իրականացնում, մրցունակ էին, այդ կառույցների նկատմամբ հարձակումներ եղել։ Այստեղ ազգանուններ եմ լսում մեկ-մեկ այդ ապօրինի հարստացման այդ սրիկաների, որ հարձակվել են ձեր նման անմեղ ընտանիքների, մարդկանց, գործարարների վրա տարբեր պատճառներով, տարբեր իրավական գործիքները ձեռքները, ինչ ասեք հորինել են, մոգոնել են, մարդկանց ձեռքից խլել են այդ բիզնեսները։ Հիմա բերանս չբացեք, ասեք թող վերընկնեն իրանց տեղ այդ սրիկաները, այդ ծայրահեղ սրիկաներ են եղել։ Մարդը Հայաստանի Հանրապետությունում ծնվել է, մեծացել է, ուզում է անկախ պետություն է, շուկայական պետություն է, կարող է գործունեություն ծավալել, կարող է ցանկացած գործունեությամբ, որը որ արգելված չի զբաղվել է, սկսել է աշխատել, սկսել է մրցունակ լինել, հարձակվել են վրան, այդ բիզնեսները ձեռից խլել են։ Ինչ են ուզում։ Հիմա եկել են ում մասին են խոսում։
Վերջ, մեկ էլ մի բան եմ ուզում ձեզ ասեմ, հիշեք սա ու գրեք ձեր մոտ։ Իսկ նրանք ներողություն եմ խնդրում, ովքեր որ քաղաքական գործիչ են եղել, կյանքում բիզնեսով չեն զբաղվել ու հարստացել, մեկը չկարա ասի, ընկեր ջան, ո՞նց ես դու հարստացել։ Օդից է եկել, քյասի առանց կոշիկ մարդ ես եղել։ Այս խնդիրներն է պետք ասեք։ Ասում են եւս տեսնում են, որ իշխող թիմն է արագ շատ հարստանում եւ մի քանի տարիների ընթացքում տվեք, թողի հիմա թող դատախազել, դուք հրապարակեք, թող դատախազնել գնաց զբաղվի պետական մեղադրողը, մնացած ինստիտուտները։ Բացառված է Նիկոլ Փաշինյանի համակարգիչը բացառված է, որ նա անտեսի։ Եթե հիմնավոր կասկածներ լինեն, բացառված է, որ մեկի համար նա ասի։ Ինչպես եղավ տարիներով տուն չունեցող մարդիկ մեկ էլ միանգամից տուն են ունենում, դաչաներ են ունենում, հողամասեր են ձեռք բերում, ավտոներ են թանկարժեք գնում։ Ես չեմ կարող ասել ոնց եղավ, դուք լրագրող եք, գնացեք ձեր լրագրողական գործունեությամբ։ Հրապարակումներ կան մամուլում։ Ես օրինակ փաստերով արձանագրված։ Շատ լավ է, փաստերով արձանագրված կա, ուրեմն պետք է իրավական համակարգը սկսի գործել, որտեվ թող խելոք մնան, ով ուզում է լինի, դա այդ անձը կապ չունի ով է, այդ իշխանափոխությունը եղել է նրա համար, որ Հայաստանը լինի չկառումպացված երկիր, որ պաշտոնյան իմանա, եթե ուզում է հարուստ մարդ լինի, ինքը պետք է գնա բիզնես անի, եթե պետական պաշտոնյա է, պետք է վերընկնի իր այն աշխատավարձով, որով որ իրան տրվում է, եթե ուզում է շատ հարստանա, պետք է տեղից դուրս գա գնա ուրիշ տեղ։ Եթե մեկը շատ հարուստ մարդ է, ուզում է քաղաքականությամբ զբաղվի, բոլորը արդեն ճանաչում են, որ ինքը հարուստ է, ինքը հայտարարագիր ներկայացրել է, աշխատանք տապել է, նա էլ թող գա վերընկնի ազգային ժողովում կամ միտեղ քաղաքականությամբ զբաղվի։ Բայց այն դեպքում, որ մարդը ոչինչ չունի եւ միանգամից հարստանում է, պետք է պետական մարմինները դրանով զբաղվեն։ Ինձ դա է ասում եմ, որ Փաշինյանը աչք է փակում, նախկինների թալանն է ուզում հետ բերել, բայց իր թիմակիցների հարստանալու վրա աչք է փակում։ Ես էլ, դու էլ, մյուսն էլ։ Ինքը իր այդպիսի ծրագիր է վերցրել, որ Հայաստանը ինչ-որ մի ակետի ստանի բեկետ, զարգացնի, ավելի ամրապնդի, ավելի անվտանգ դարձնի, ավելի ժամանակակից դարձնի։ Ես կարծում եմ դրսից շատ լավ մեսիջներ ենք ստանում Հայաստանի հասցեին, Երևանի անվտանգության հասցեին։ Սրանք շատ կարևոր մեսիջներ են։ Մեզ մնում է տնտեսականը եւս նոր գործիքներով, նոր լուծումներով առաջ տանենք եւ ես նորից կոչ եմ անում, հա։ Թողեք կոչս անեմ։ Հայ մարդը, որը որ գտնվում է դրսում, պետքա նա Հայաստանի հետ կապ ունենա, պետքա Հայաստանից ինչ-որ բան ձեռք բերի, Հայաստանում ինչ-որ պատվեր տա, Հայաստանում իր հանգիստը անցկացնի։ Մեր հայերը պետքա ամեն ինչ անեն, որպեսզի կենտրոնը լինի Հայաստանը, եւ մենք Հայաստանը շատ ենք ուժեղացնել բոլորով, քաղաքացիներով, բոլորով ամեն օր պետքա մտածենք ոնց անենք Հայաստանը ուժեղացնենք։ Ասում եք Փաշինյանը պայքարում է կոռուպցիայի դեմ նաև թիմակիցների հարցում, բայց տեղեկություններ կան եւ բացի այդ, երբ որ Անդրանիկ Քոչյանը քննարկում էր կազմակերպել ազգային ժողովում, այդ ժամանակ հենց թիմից էին մարդիկ ասում, որ կոռուպցիա կա, հիմա էլ գործում է եւ թիմի ներսում, կուսակցությունում, իշխանության ներսում, բայց չի բացահայտվում այդ ամեն ինչը։ Ես այդ կարծիքին չեմ ասեմ, եթե կա ուրեմն նշանակում արդեն մարմինները զբաղվում են, ուղղակի ժամանակի խնդիր է։ Բացառված է, ով ուզում է լինի։ Վստահ եմ, որովհետև ես Փաշինյանին լավ եմ ճանաչում։ Փաշինյանը համար կապ չունի ով է։ Իր համար կապ չունի, ով ուզում է լինի։ Ով ուզում է լինի, եթե ապացույցը եղավ, ասելու է նույն ձևով ոնց որ օտարին։ Իր համար այդ մասում բարեկամ չունի։ Իսկ թիմում այս քննարկումները, որ կան, դուք ինչ կասեք, այս մտահոգությունները, որ կոռուպցիայից են խոսում, բայց մեր մոտ էլ կա կոռուպցիա։ Ես չգիտեմ, այդ ես ճիշտ ասած կան դեպքեր, երբ որ ինձ են ինչ-որ օրինակներ բերում, ասում եմ ապացույցներ, որտեղ ես չեմ սիրում տենց հնարավոր է մեկը մյուսի հետ չունի տենց մի քիչ ավելի։ Իսկ որ թիմում խոսում են, իրանք էլ պետք է իրավական համակարգի հետ շփվեն, ճշտումներ անեն։ Այդտեղ եմ ես մի քիչ քաղաքական բամբասանք տեսնում։ Քաղաքական բամբասանքը շատ է մեր։ Այսօր ընդդիմությունը քաղաքական բամբասանքով է ուզում ամրապնդվի։
շատ դեպքերում տարբեր քաղաքական կուսակցության ներսում են ուզում մարդիկ քաղաքական բամբասանքով ամրապնդվեն։ Հենց որ այդտեղ պետք է որոշակի մաղվի, որոշակի մաքրվի, հասկացվի, որն է իրական, որն է ուղղակի լուտանքներ, որն է ուղղակի նրա համար, որպեսզի դիրքավորվեն։ Այսինքն թիմում ամեն դեպքում քննարկումներ կա, պառակտում կա։ Ես այդպիսի բան չեմ կարող ասել, որ քննարկում կա թե չկա, ես ձեզ ասում եմ դասական ոնց է լինում։ Քննարկում կա, պառակտում, նա էլ պառակտում չէ, բա ավտոմատով իրար չեն ուզում սպանեն։ Օրինակ հիմա նայեք, ասում եք պառակտում։ Ես ինչ պառակտում։ Իրենք էլ չեն ժխտում, որ թիմի ներսում, երբ որ քննարկումներ են լինում, շատ բուռն է լինում, նույնիսկ վեճեր են լինում։ Բայց հիմնական թեման այդ կոռուպցիայի թեման է։ Չէ, ես էլ կարամ ասեմ, հենց դա ժողովրդավարական Աչքն են մցնում, ասում են, տեսեք, այս մարդիկ հարստացել են, ինչպես է լինում։ Շատ լավ է, որ ասում են, ես չեմ լսել այդ ով ասե, բայց եթե ասում են, ապրեն իրենք։ Ես չեմ լսել տենց, ես օրինակ մի բան եմ ասել եմ ապացույցով ինձ հետ խոսեք, ես հենց հիմա դա բարձրացնեմ այդ հարցը։ Ինձ ասեք, որ սա եղել է, հենց հիմա ես աղմուկ բարձրացնում։ Բայց նույնպես չի եղել, որ ասեն ինչ է եղել, որ ես աղմուկ բարձրացնում։ Պարոն Սուքիասյան, նաև մամուլում տարածված է եւ ամբողջ սոցցանցերով տարածված է մի կնոջ հարցազրույցը դրսում, որը պատկանում է Խոսնակ լրատվականին դրված, որը ըստ տեղեկությունների ձեզ է պատկանում։ Այնտեղ այդ կինն ասում է, որ Խոսնակ լրատվական։ Այնտեղ շատ լավ լրագրող է, հայտնի, շատ, այսպես ասած, լրագրողական աշխատանքը լավ կատարող, բայց այդպես այդ կապ չունի նախկինում ինչ որ կառույցներում աշխատել է, որի հետ մենք որոշակի լրատվականը ձեզ հետ կապ չունի։ Խոսնակ լրատվականը ինձ հետ կապ չունի։ Ամեն դեպքում այնտեղ մի հարցումների ընթացքում մի կնոջ են հարցում եւ այդ կինն ասում է, որ Գյուլեն ափսոս է Արցախցու համար, պետք է նրանց բոլորին հողին հավասարեցնեն։ Այսքան ջահելներ են կոտորել, իրենց համար գնացել զոհվել են, պետք չի որ գան այստեղ նրանք ապրեն, պետք է հողին հավասարեցնել։ Այսպիսի հայտարարություններ դժվարությունների մեջով անցնող եւ արցախցի եւ Հայաստան, ընդհանրապես հայկին, եկեք էլ արցախցի հայաստանցի չասենք, կարա էմոցիոնալ արտահայտություններ անի։ Դուք դա պետք է ուղակի լրացնեք, դա չտարածեք, որտեղ ցանկացած մարդ կարա իր ամուսնու մասին էլ ասի, ընտանիքում էլ ջղայնանա։ Հենա մի հատ տարիքով մարդ ասում եմ 50 բալանի երկրաշարժ լինի։ Հիմա բռնել են էդի տարածվել, այդ մարդը կարող է ուրիշ բան ուզեցի ասի։ Մեզ վատ մարդու տպավորություն է, մարդուն էլ դարձրել են։ Երևի հիմա ջղայնացած եղի, ասպա թող 50 բալանի սաղս մեռնենք։ Չի լինում, որ սաղս մեռնենք, պրծնենք։ Մարդը ոնց որ տենց մի բան ասե, դարձրել են աշխարհում պտտասում են։ Հիմա այդ կինն էլ էմոցիոնալ արտահայտվել է, ինչ ենք մենք նայեք էլի։ Մեղադրանքները հողում, ասում է անիծում է, ասում է Գյուլեն էլ է ափսոս, պետք է հողին արցախցիներին հավասարացնել։ Եթե սա հրապարակվում է, արդյոք չի նշանակում, որ սա պրոպագանդա է արվում եւ ատելության խոսք է այս կերպ տարածվում։ Դուք սա նորմալ եք համարում։ Հենց ես կարծում եմ, որ դա պետք չէր տարածել, բայց վաղն էլ կարան այդ կինը այդ խոսնակին դատի տար, ասել ես բան եմ ասել, դուք չեք տարածել։ Չգիտեմ, լրագրողները թող որոշեն։ Ամեն դեպքում քննադատություններ շատ են հնչում, որ արցախցիները թիրախավորվում են հենց իշխանության ներկայացուցիչների հայտարարությունների պատճառով, որոնք հնչում են։ Դուք ուղղակի այդ մասն եք տեսնում, իսկ արցախցիներին կառավարողներին չեք տեսնում, նրանց գաղտնի հանդիպումներից տեղյակ չեք, նրանց արտահայտություններից տեղյակ չեք, նրանց էմոցիոնալ զրույցներից տեղյակ չեք, որ մամուլին չի հասնում, այլ ավելի վատ արտահայտություններով դա էլ գնացեք ուսումնասիրեք։ Ովքեր են կառավարում նրանց։ Ինչ-որ մարդիկ, չէ, ինչ-որ արցախցիներ կառավարում են նրանց։ Այդ անմեղ ժողովուրդը մեղք կա, միշտ ամեն ինչի պատասխանը տալիս է անմեղ ժողովուրդը, որը որ տեղեկացված չի եւ կարիքավոր է։ Այդ մարդկանց սկսում են մանիպուլյացնել, որը որ շատ վատ բան է։ Մենք պետք է պաշտպանենք, արցախցիները մեր եղբայրներն են, մեր քույրերն են, ամեն ինչով պետք է իրանց օգնենք, եթե մասնագիտություն չունեն, մասնագիտություն սովորացնենք, աշխատանք տանք, ինտեգրենք մեզ մոտ, նրանք մեր քույրերն ու եղբայրներն են։ Սա ամենակարևոր մեսիջը պետք է լինի մեր հասարակությանը։ Իսկ թե 30 տարվա մեջ մարդիկ կա իրոք երեխա են կորցրել, ընտանիքը ծանր վիճակում է հայտնվել, Արցախում կռվել են, շատերը չեն գնահատել դա, բայց էս է կյանքը։ Պետք է այս էլ ասենք, որ կյանքը սա է։ Եթե դու անում ես քո հայրենիքի համար,
մի սպասի որ Ազգային ժողովի նախագահն է ասում, մնայիք կռվեիք, արդյոք այս հայտարարությունը լարվածություն չի մտցնում եւ վիրավորական չի արցախցիների համար։ Եթե մի քանի հոգի խուսափել են, ներկայացնել որ արցախցիները չեն կռվել։ Քաղաքական ճիշտ արտահայտությունները ինչ առումով մեղադրում են Հայաստանի Հանրապետության իշխանությանը, բանակին, տարբեր կառույցների։ Այն դեպքում, երբ որ իրենք լավ գիտեք 20 թվականին փախ եկել են, բաներ կա, ես չեմ ուզում դրա մասին խոսեմ, դատարաններում դա կբացահայտվի, ովքեր ոնց են իրենց դրսևորել։ Խնդրում եմ, եկեք սա տենց չմանրացնենք, որտեվ փաստերը կան, այդ փաստերը եթե սկսում է արդեն այդ փաստերը դուրս գալ մամուլ, խայտարակություն է։ Եվ դրա համար ես Ալեն Սիմոնյանի ասածը գիտեմ ինքը ինչ է ասում, ինքը տեղեկացված է։ Հիմա արցախցիները 3 շաբաթից ավել է, ինչ բողոքի ակցիաներ են անում Ազատության հրապարակում, ասում են մեզ զրկել են օգնությունից եւ այն գումարները, որոնք ամսական տրվում էին, այդ գումարները մենք չենք կարողանում հիմա բնակ վարձ տալ։ Այս խնդիրները կառավարությունը չի արհամարհում։ Հարգելի լրագրող, դուք շատ գիտակից տեղեկացված մարդ եք, էլի խնդրում եմ ինձ ճիշտ հասկանաք։ Միլիարդավոր դոլարներ ա տրվել, էլ չեմ ասում Սփյուռքից գումարներ ա հավաքվել։ Ես խնդրում եմ էլի, ես այս հարցով շատ կբարկանամ։ Դուք գնացեք շատ լավ գործով, ասեմ զբաղվեք, հա խնդրում եմ դուք։ Գնացեք Երևանում Արցախցի նախկին պաշտոնյաների ունեցվածքը գումարեք իրար։ Ես կարծում եմ այդ միլիարդից մի քանի 100 միլիոնը գույքի տեսքով արդեն կա իրանց սեփականությունա կամ իրանց փոխկապակցված անձանց։ Խնդրում եմ, սա մեզի շատ է։ Լսեք, բա իսկ լսեք դուք իմ այդ ֆրանսերեն եք խոսում։ Ես ասում եմ, գողացել են փողը, որը ուղարկվել է Արցախում, որ այդ մարդիկ ուժեղ լինեն, տնտեսություն ունենան, գեներացնեն գումար, լավ ապրեն, պաշտպանական դիրքեր ունենան։ Այդ գումարը գողացվելը շենք շինություն է դարել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մի քանի 100 միլիոն դոլարի։ Եթե ուզում եք մի քանի ասել կասեմ, գնացեք զբաղվեք։ Խոսքը սրա մասին է, բավական է։ Հիմա այդ մարդկանց պետք է աշխատանք տան, մարդիկ գնան աշխատեն, կամաց իրանց օգնեն տուն կառուցեն, ապրեն Հայաստանի Հանրապետությունում, բայց այն գողացվածը կապ չունի Արցախի քաղաքացի ա եղել, Ինդոնեզիայի քաղաքացի ա եղել, պետքա բերի վերադարձնի, ինքը այդ Արցախի անվան տակ ա գողացել, պաշտոնյա է դարել, քաղաքական գործիչ, ոչ մի բան չի ունեցել, հագուշ չի ունեցել, հիմա միլիոնատեր ա, միլիարդատեր ա, տասնյակ միլիոնների շենքեր ունի, ով ա թույլ տվել դա, ով ա դրա պատասխանը տալու, Հայաստանի իշխանությունը։ Հիմա խոսքը այն արցախցիների մասին է, որոնք ակցիաներ են իրականացնում, սովորական ակցիաները իրականացնում են, որտեղ իրանց դրթող կա, իրանց նոր ասեցի կառավարող կա, իրանց գրգռող կա, էս է խնդիրը, ով չգիտի դրա մասին, դուք չգիտեք։ Բայց դուք կարծում եք իրենք չունեն խնդիրներ, իրենք ներկայացնում են, որ բանում Արցախում չունեն խնդիր, բանում էին վիլաներում էին ապրում, այդ տները գնացել տեսել եք ինչ տներ էին շատերին։ Ասում են տներ ունեինք, այո, բայց եկել ենք այստեղ վարձով ենք ապրում, աշխատանք չենք գտնում։ Իհարկե, բա որ չկռվի մարդը իր համար չկռվի, եւ այդպես պետք է լինի։ Այդ որ ասելա պարոն Սիմոնյանը, շատ ճիշտ է ասել։ Պետք է դուք տեսաք թվով զոհեր են ունեցել։ Այդ ձեզ ա թվում, բերեք ինձ դուք այդ սուտ եք խոսում։ Այս սուտ խոսեցիք։ Սուտ խոսեցիք։ Զոհ չեն ունեցել Ղարաբաղում 23 թվականին։ 10 հոգի մարդը, եթե բենզինի տրակելուց է, դա ուրիշ բան է։ Զոհ չեն ունեցել։ Այդ սկզբի մի կռիվն ա եղել, որ մի քանի հոգի մարդ ա զոհվել։ Այսինքն չեն կռվել իրենք։ Ով ասում որ կռվել են։ Ով ասեց որ կռվել են։ Որտեղ են կռվել։ Այդ օրերին երկու օր տևել մարդիկ 44 օրյայի ժամանակ։ Հա 44 օրյայի ժամանակ ես չեմ կարող ասել։ Ես դրա մասնագետը չեմ, այդ նորից կգնաք դատարաններում կլսեք ոնց է եղել ու գնացեք հարցրեք։ Ջոկատներում ովքեր են կռվել ոնց են արել։ Դուք լրագրող եք, ինձ ինչ եք հարցնում։ Գնացեք մասնագիտական կառույցներին հարցրեք։ Մենք մարդկանց հետ ենք շփվում, ովքեր որդի են կորցրել, ամուսին են կորցրել։ Սեպտեմբերն էի ասում։ Սեպտեմբերին չի եղել կռիվ, դրա համար որ ասում եք կռվել են դրա համար, սեպտեմբերին չի եղել, բայց իհարկե 44 օրյա պատերազմի շատ լավ կռվող տղաներ էլ կան, բայց շատերն էլ չեն կռվել։ Իսկ այն ովքեր որ կռվել են, զոհվել են, ես խոնարհում եմ նրանց առջև։ Իսկ ովքեր որ փախել են, իմ համար թշնամի են։ Հիմա այս դժգոհություններին հասարակ ժողովրդի, դուք ինչ որպես իշխանության ներկայացուցիչ ինչ բացատրություն ունեք։ Ես նախ առաջինը քաղաքական խմբակցության անդամ եմ,
բացատրությունը նա է, որ բոլորի համար մենք պետք է բոլորին աջակցենք, բոլոր ունենան աշխատանք, բոլորը տարիների ընթացքում ունենան այն, ինչը բավարար է միջին քաղաքացու համար։